Եվ մեր խնդիրն է այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությանը այս ընտրությունների արդյունքում արմատախիլ անենք։ Նրանք էլի խոսում են երաշխավորների մասին, նրանք ուզում են էլի Լուկաշենկոին բերեն կարգեն Հայաստանի գլխին, անվտանգության երաշխավոր, այն մարդկանց, ովքեր դե յուրե մեր երաշխավորը լինելով Ադրբեջանի հետ գնացել են մեր դեմ պատերազմ են նախապատրաստել եւ մեր դեմ պատերազմ են վարել։ Նրանք երաշխավոր լինելով ամենավճռական պահերին պատերազմի մեր զենքի մատակարարումները փակել են, դուք ոչ մեկը դրա մասին չեք իմացել։ Մեր զենքի մատակարարումները փակել են, որ մեզ ծնկի բերեն, որ Հայաստանը ծնկի բերեն, բայց մենք ամուր կանգնել ենք մեր ոտքերի վրա եւ մենք այսօր ունենք պետություն, մենք այսօր ունենք հայրենիք, մենք այսօր ունենք անկախություն։ Եվ էլ եմ ասում, մեր առաջ թող չդնեն ընտրություն բիբարի եւ պետության միջև։ Այո, Հայաստանում բիբարել աճելու, վարդել աճելու, ծիրանել աճելու ու շատ։ Ու Հայաստանից արտահանումը կրկնապատկվելու, եռապատկվելու, քառապատկվելու է եւ այդ թվում ԵԱՏՄ երկրներ։ Այսօր այդ եռագլուխները գիտեք ինչ են անում, զանգում են իրանց Չ կլասի հովանավորներին, որովհետև իրանց հովանավորները Չ կլասի են։ Ես գիտեմ, ով երրորդ, չորրորդ կարգի պաշտոնյաներ, ասում են ընտրությունները պարտվում, ջախջախվում ենք, մի բան փակեք, կարող է ժողովրդի միտքը փոխվի։ Այս ժողովուրդը միտքը չի փոխվի, որովհետև այս ժողովուրդը բիբարը հայրենիքի հետ փոխող ժողովուրդ չի։ Բայց ես էլ ասեմ ժողովուրդ, ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, միակ պաշտոնյան։ Ուրեմն ԵԱՏՄ-ում երկու մարմին կա, ամենաբարձր մարմինը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհուրդն է եւ մյուսը ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը։ Ես միակ պաշտոնյան եմ, որ երկուսին էլ մասնակցում եմ, եւ այսպես ասած նախագահականին եւ վարչապետականին։ Եվ ես ունեմ բավարար լծակներ, ընտրություններից հետո ձեր վստահության արժանանալու դեպքում ես կգնամ եւ այդ հարցերը կլուծեմ տեղում, կգնամ եւ կլուծեմ